Ողջույն, ես այսօր եկել եմ իմ հերթական գնումները կատարելու, իմ ամենասիրելի գրախանութից գնացինք միասին կատարելու։ Մեզ դիմավորում են գրատախտակների և մոլբերտների տեսականիները, քանի որ անցած անգամվա այս ֆորմատի իմ տեսանյութը դուք շատ հավանել էիք, ես բացի գնումներ կատարելուց հիմա նկարելու եմ տեսանյութ, որպեսզի դուք տեսնեք, թե ինչքան հետաքրքիր ու գեղեցիկ գրենական պարագաներ կան այստեղ։ Միջև որ կանցնենք հետաքրքիր նկարչական պարագաներին, եկեք սկսենք օգտակարից։ Քանի որ արդեն ամառ է, ունենք այստեղ բոլոր տարիքի փոքրիկների համար հետաքրքիր աշխատանքային տետրեր եւ իհարկե ընթերցանության գրքեր։ Գրքերի շատ անսահման մեծ տեսականի, որոնք ուղղակի անհնար է մեկ տեսանյութով ցույց տալ, դրա համար ես ուղղակի խորհուրդ կտամ, որ ինքներդ գաք եւ համոզվեք։ Անկեղծ եմ ասում, տեսականին այնքան մեծ է, որ ուղղակի անգամ տեղում լինելով անհնար է բոլորը տեսնել եւ ուսումնասիրել։ Ու դուք հիմա մի հատ այստեղ ուշադրություն դարձրեք այս գրքի պոլկայի երկարությունը, իհարկե կներեք իմ ոչ հայերեն բառի համար, ուղղակի ես չգիտեի ոնց կարելի է իրեն հայերենով ասել։ Շարունակությունը դե իհարկե այս հատվածում է շատ հետաքրքիր սիրուն ձևավորմամբ գրքեր։ Հիմա ուշադրություն, այն ինչի մասին, որ ես խոսում եմ, այստեղ տեսականին այնքան մեծ է, որ ուղղակի խճճվելու եք ընտրության հարցում։ Ու հա, իդեպ, քանի որ ժամանակը շատ արագ է անցնում, չնայած որ մեր մոտ ամառը նոր է սկսվում, բայց սիրելի մամաներ, սեպտեմբերի համար իդեալական տեղ է, որտեղ դուք կարողանաք ձեր փոքրիկների համար գնել ամեն ինչ մեկ վայրից։ Իսկ հիմա անցնենք մեր փոքրիկների ամենասիրելի թեմաներին։ Ձեր ամենասիրելի ծավալային գեղեցիկ դիզայնով բլոկնոտները։ Հետաքրքիր ձևավորմամբ կանոններ։ Ձեր սիրելի կերպարներով գրիչներ։ Ես արդեն նշել եմ, կտավների, գուաշների, ջրաներկերի, պլաստիլինների մեծ տեսականի ու դրանից բացի, օրինակ, այստեղ շատ հետաքրքիր տուփով ամենափոքրիկների համար կան գուաշներ, որոնք նվերի համար շատ հարմար են իդեպ։ Ու իդեպ, երբ որ ձեր փոքրիկները նկարում են ու դուք բողոքում եք մամաներ ջան, որ իրենց շորերը կեղտոտվում են, ահա տեսեք ինչքան հետաքրքիր ձևավորման բողոքնոցներ կան այստեղ։ Կպչուն թղթեր, գույնզգույն էջանիշներ, մոր պլաստիլիններ, ակրիլներ, վրձինների մեծ տեսականի ու տեսեք այստեղ ինչ կա, ինչ եմ ցույց տալիս ձեզ։ Բոլոր նրանք, ովքեր սիրում են նկարել, այս իդեալական է իրենց համար։ Տեսեք փաթեթավորումը ինչքան սիրուն է։ Տեսեք վրձինները ինչ լովն են։ Գրատախտակներ և համրիչներ, տետրեր, որոնք ունեն շատ գեղեցիկ տարբերվող դիզայններ, մարկերների մեծ տեսականի, այստեղ մագնիսներ կան, փոքր շպիլկաներ կան գեղեցիկ ձևավորումների համար, հաշվիչներ, շպիլկաներ, մի խոսքով։ Հիմա փոքրիկների թեմայից անցում կատարենք պրոֆեսիոնալ նկարչության հաճախողներին։ Այստեղ ձեզ համար կան գծանկարչական կանոններ և տախտակներ։ Տեսեք, ես ձեզ ինչ եմ ցույց տալիս, անկեղծ եմ ասում, ոչ միտեղ չեմ տեսել։ Միգուցե ես չեմ տեսել, բայց մի հատ նայեք, այս ծրարները ինչքան սիրուն ու հետաքրքիր են։ Գումարի համար։ Այստեղ կարող է գրություն թողնել գեղեցիկ։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը կորոշի ինձ օրերից մի օր գումար նվիրել, կխնդրեմ այս բացիկով։ Բոլոր այն փոքրիկների համար, ովքեր սիրում են ալմազային նկարչություն, տեսեք ինչ հետաքրքիր բաներ կան։ Բացի նրանից, որ դուք ունենաք հետաքրքիր զբաղմունք, այլ նաև այդ զբաղմունքը կվերածվի գեղեցիկ բրիլոկների, ինչպես նաև բլոկնոտների։ Ահա, տեսեք, դուք կունենաք ձեր իսկ ձեռքով պատրաստված գեղեցիկ բլոկնոտ, ձեր սիրելի թեմայով։
Ուղղա, այսօր ցույց կտամ նաև իմ գնումներից միայն մեկը դեռ։ Շատ երկար ժամանակ ցանկանում էի գնել Նարեկացու գիրքը նվերի համար, իհարկե, ու հիմա ցույց կտամ ձեզ, թե ինչքան լավն է։ Իդեպ, դուք էստեղ ունեք անակնկալ, երբ որ գնումները կատարեք վերջացնեք, ձեր ցանկությամբ ձեզ կնվիրեն գեղեցիկ, հետաքրքիր էջանիշներ, ինձ էլ են նվիրել իդեպ։ Համար այսքանը, իսկ գնումների մասին մյուս տեսանյութում, ստեսություն։